Ձեր կերպարում կար մի բան, որը ձեզ հատկապես մոտ էր։ Քանի որ ներկայացումը հենց մարդկային շատ պարզ պատմությունների մասին են, իհարկե բոլորի հետ պատահել է, դա անձնական կյանքն է բոլորի հետ, որ լինում է, մանկությունից սկսած ընկերներ, սեր, պատանեկություն, հետո ամուսնություն, բաժանություն, բոլորի հետ դա լինում է, մանավանդ արդեն հասուն տարիքում, իհարկե կան դրվագներ, հենց որ անձամբ ինձ հետ էլ է պատահել, այո։ Քեզ համար ամենակարևորը ի՞նչն է կյանքում։ Սպասի մտածել։ Մտածի։ Ամենադժվարը ի՞նչն էր Աննայի կերպարի մեջ։ Աննայի կերպարի մեջ այդ հանդարտ վիճակից, որ ինքը հանգիստ ապրել է, որ իր սիրած մարդը չկա, բայց ինքը այդ հիշողություններով է ապրում այդ սիրած մարդու մասին, մեկ էլ բացահայտվում է մի բան, որ նրա համար շատ տհաճ է ու պետք է շարունակի արդեն այդ ինֆորմացիայով ապրել։ Կյանքը կիսվեց երկու մասի։ Ինչու անվան եզրակացության մեջ չեք գրում իրական պատճառը։ Ես կցանկանայի, որ հանդիսատեսը ավելի սիրի թատրոնը, արվեստը ու այն զգացողությունը ու հաճույքը, որ տալիս է թատրոնը կամ մշակույթի ցանկացած ճյուղ, մարդկանց շատ գրավի ու ավելի ուզեն հաճախել նման վայրեր։ Այդ միայն երեխաների աչքերում աշխարհը հրաշալի նվեր երևում, որպես պատրաստի ճշմարտություն։ Ասեք, ձեր կերպարում կար մի բան, որը ձեզ հատկապես մոտ էր։ Բոլոր իրավիճակները։ Իսկ ո՞ր զգացողությունն եք ամենադժվարը ապրում բեմում։ Բեմում ապրելը դա արդեն մեծ շնորհ է, երբ որ շատ լավ ես փորձերի ամբողջ փորձաշրջանը անցնում, հանգիստ ապրում ես ամբողջ ներկայացումը, այսինքն ապրում ես և ապրեցնում ես, ոնց որ հանդիսատեսից այսօր զգացիք, հանդիսատեսը տենց ապրած դուրս եկավ։ Գլուխ գովելու բան չունեմ, բայց դե դժգոհել եք չունեմ։ Ինչ եղել է իմ, կներես, չթողեցեք խոսքը տաղով, դու ինչից ես դժգոհ, ամեն ինչ ունես։ Կարևորը հանդիսատեսն է որոշում, որն է կարևոր ինձ համար, որը անկարևոր։ Դրա համար պետք չի ասել պետք է գալ էս նայել, բայց նա չգնալ նայել, չէ։ Ես եմ որոշում ինչ գնամ, որ թատրոն գնամ, որ ներկայացումը նայեմ։ Ինչքան ժամանակ։ Մոտ մեկ շաբաթ։ Դա այդքան էլ։ Ամենատպավորիչ տեսարան։ Երկուսը կան, մեկ որ երկար իրար ճանապարհել են տուն ընկերներով, դա ընկերություն է, դա շատ լավ ընկերություն է, իսկապես։ Եվ Աստծու այդ կտորը, Աստվածաշնչյան։ Հասկացրեցինք, շատ լավ։ Զրույցներ եք հետաքրքիր կյանքի մասին։ I thought it was a lovely performance. I was very struck by the sensitivity of the acting, the subtlety of the acting, the delicacy of the feeling. They're wonderful partners for each other. They listen. They hold the stage for each other. They give the stage to each other, and there is a sense that they really do have a past that they are kind of re-experiencing in this encounter now many, decade and 2 decades and a half after they have met. So I was really impressed with the silence in the hall.
very, very quiet. And so they could play very intimately and sensitively and with great sense of feeling without having to play. They could just be and experience. So it was a lovely example of this kind of acting. Հրաշալի դերասաններ էին, շատ հետաքրքիր էր նայել դերասանական խաղը եւ մխրճվել մի հատ կյանքի մի հատված, որտեղ երևի քիչ է լինում որ տեսնենք այդպիսի բան, տենց մտերմիկ խոսակցություն։ Կարծես ոչ մի բան չէին խոսում, բայց դա մեծ կյանքի փոքրիկ առօրյա էր, էլի։ Ամենաշատը տպավորվեց այն մասը երևի որ իրանք երկար տարիներ պահել են ինչ-որ զգացումներ իրար նկատմամբ եւ հանկարծ այդ մի լյովայի հետ կրվեին աղջիկների ոնց որ բացեց էլի որ մարդիկ մի հատ գաղտնիք են պահել որը որ եւ գաղտնիք ա եղել բայց միևնույն ժամանակ իրենց ավելի մտերմացրեց դա